Ալիևի անկատար երազանքը օկուպացված Արցախի վերաբնակեցման ծրագիրը ձախողվում է։ Բաքվի վերաքննիչ դատարանում հայերի բողոքների քննությունն ավարտվել է։ Ռուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ադրբեջանի ՄԻՊ-ին Բաքվում պահվող հայերին այցելելու հարցով։ Միացյալ Նահանգները և Իսրայելը լայնամասշտաբ հարվածներ է նախապատրաստում Իրանի էներգետիկ օբյեկտներին։ Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի ռազմաարդյունաբերական և լոգիստիկ օբյեկտներին։ Սահմանի գրոհը շարունակվում է, միգրանտներին օգնել է Մարոկկոյի ոստիկանությունը։ Երկրաշարժ Նեապոլի մոտակայքում այն ամենաուժեղն է եղել վերջին ավելի քան 40 տարվա ընթացքում։ Հանքարդյունաբերության ապագան թվային լուծումներում Seaside Startup Summit-ում քննարկվել են ոլորտի տեխնոլոգիական վերափոխման հնարավորությունները։ Որ փուլում է Հայաստանում կամավորության ինստիտուտը։ Եվ Պապ Թագավորի փողոցում մալուխագծի վթարի իրական պատճառները պարզելու համար կիրականացվի ներքին հետաքննություն։ Բարի երեկո, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Օկուպացված Արցախում Ալիևի քավորությամբ կառուցված շենք-շինությունների հիմքերը թղթի պես բարակ են։ Ձեռքով հպվես կփլվեն, պատմում են օկուպացված Արցախում հարկադրաբար բնակեցված ադրբեջանցիները։ Հիմա Ալիևը նոր որոշում է կայացրել, եթե որևէ մեկը հրաժարվի օկուպացված երկրում տուն ստանալու առաջարկից, կզրկվի պետական նպաստներից, ինչպես նաև հենց տեղահանվածի կարգավիճակից։ Հայկական դրախտը ադրբեջանցիների համար դժոխք է դարձել բռնազավթված Արցախի այսպես կոչված վերաբնակեցման ծրագիրը ձախողում է Ալիևը։ Դեռ նախորդ տարվանից Բաքվի բռնապետը դադարել է նոր թվեր հրապարակել օկուպացված երկրում տնավորված ադրբեջանցիների վերաբերյալ։ Այն նույն Ալիևը, ով խոստացել էր 6 տարվա ընթացքում 140,000 մարդու բերել տեղավորել այստեղ, բայց 14,000-ից հետո շունչը փչեց։ Սկսեց ոչ թե այսպես ասենք վերաբնակեցվածների, այլ ընդհանուր ապրողների թվերը հայտնել, բայց սա էլ չփրկեց նրան։ Ոչ պաշտոնական թվերով հիմա Արցախում 10,000-ից քիչ ադրբեջանցի է ապրում։ Նախ ասեմ, որ դրա հետ կապված նյութեր հրապարակվում են, որ այդ քաղաքականությունը, ծրագրերը, որ Ադրբեջանի ղեկավարությունը մշակել է, իրականում չի իրագործվում։ Բարբերաբար նույնիսկ նյութեր են հրապարակվում, որտեղ օրինակ ադրբեջանական պատկան գրում են, որ եթե քաղաքացիները, որոնց բնակարան է տրվել դուրս կան այդ տեղերից, ապա երբեք չեն կարող վերադառնալ, ինչը նշանակում է, որ նման խնդրի հետ բախվում են։ Այդ մարդկանց հետ կապված ելույթը, խոսակցությունը քննարկում է, Ադրբեջանի նախագահը օգտագործում է կրկին հայտարարության նպատակով։ Հիմա էլ Ալիևը նոր անակնկալ ունի Արցախում հարկադրաբար բնակեցվող ադրբեջանցիների համար։ Խաղի կանոնները խմբագրում է, եթե որևէ մեկը հրաժարվի օկուպացված երկրում տուն ստանալու առաջարկից, կզրկվի պետական նպաստներից, ինչպես նաև հենց տեղահանվածի կարգավիճակից։ Երկընտրանքի առաջ է կանգնեցնում կամ փողի դիմաց ապրել Ղարաբաղում, կամ ամփոխ հեռանալ այստեղից։ Սրանք են նոր շենքերը, որ իբր սարքել և տվել են մեզ փախստականներից։ Արցախում կառուցված բնակելի տներն են, որտեղ ապրող ադրբեջանցիներ նոր ու արև չունեն, քնում են վախով, արթնանում սարսափով, հատակն իրենց ոտքերի տակից հանկարծ չփախչի, կտուրը գլխներին շուռ չգա։ Շենք-շինությունների հիմքերը թղթի պես բարակ են, ձեռքով էլ հպվես, գուցե փլվեն։ Բայց իհարկե այս տարեց-տղամարդը, որ հանդգնում է Ալիևից բողոքել, պիտի հասցնի նաև նրանից ներողություն խնդրել ու խոսքերը հետ վերցնել։ Ասում է, պարզապես բարկացած է եղել, սա ընդամենը օրերի տարբերությամբ։ Ես պարզապես բարկացած էի, շնորհակալ եմ մեր նախագահին, շնորհակալ եմ մեր պետությանը։ Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների տեղեկություններով մեծահասակ տղամարդուն սպառնացել է Ալիևյան կլանը, բողոքից չհրաժարվեր, պատիժը չէր ուշանա։ Ջլերը ձգել է Ալիևը, նկատում են մասնագետները, խելքին հավանաբար եկել է ադրբեջանական ընդդիմադիր մամուլներ վերջերս ձևակերպել, ցուցանակնությունը քիչ են, պատերազմից 6 տարի անց էլ, Ղարաբաղն այդպես էլ ադրբեջանական չի դառնում։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների վերաքննիչ բողոքների քննությունը ավարտվել է, դատավորները անցել են որոշման կայացմանը։ Նիստում Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը միջնորդություն է ներկայացրել դատարանին չեղյալ հայտարարելու ստորին դատարանի դատավճիռը և արդարացնելու իրեն։ Մյուս գերիները ևս իրենց անհամաձայնություն են հայտնել առաջադրված մեղադրանքներին։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը Վերոնիկա Զոնաբենդը կանանց մարդասիրական պատվիրակության այցը Բաքու կազմակերպելու նպատակով կրկին դիմել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի ՄԻՊ-ին։ Նախաձեռնության նպատակը շարունակում է մնալ բացառապես մարդասիրական, այցելել Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին, նրանց փոխանցել ընտանիքների նամակները, լուսանկարները ու թույլատրելի անձնական իրերը, ինչպես նաև նպաստել ընտանիքների հետ նրանց կապի պահպանմանը։ Սկզբունքորեն կարևոր է, որ ընտրված ձևաչափը ապահովի անմիջական մարդասիրական շփում բանտարկյալների հետ և հնարավորություն տա նրանց փոխանցել թույլատրելի իրեր հարազատներից, գրել է Զոնաբենդը և հավելել, որ Հայաստանի վարչապետից խնդրում է նշանակել այս նախաձեռնության համակարգման համար պատասխանատու անձ և ապահովել դրա նախապատրաստման համար անհրաժեշտ դիվանագիտական ու գործնական աջակցություն։ Ի դեպ ուղարկված դիմումներին պաշտոնական արձագանք մինչև օրս չի եղել։ Հարյուրավոր տաղանդավոր անհատներ, նորարարներ և ստարտափներ են մասնակցում Seaside Startup Summit-ին։ Գագաթնաժողովի շրջանակում անցկացվել է նաև Mining Summit-ը, հանքարդյունաբերությանը նվիրված մասնագիտական համաժողովը։ Հանքարդյունաբերության ապագան թվային լուծումներ է, և Summit-ում քննարկվել են ոլորտի տեխնոլոգիական վերափոխման հնարավորությունները։ Սևանիափը մի քանի օրով դարձավ նորարարության, տեխնոլոգիաների և համագործակցության կենտրոն։ Seaside Startup Summit-ը տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական միջոցառումներից մեկն է, որը մեկ հարթակում համախմբեց ձեռներեցների, ներդրողների, ինժեներների, գիտնականների, ինչպես նաև պետական ու մասնավոր հատվածի ներկայացուցիչների, քննարկելու ապագայի լուծումներն ու նոր հնարավորությունները։ Գագաթնաժողովի կարևոր ուղղություններից էր Go Day-ը, կառավարման օրը, որը միավորեց պետական կառավարման և տեխնոլոգիական ոլորտի առաջնորդներին։ Երևանի քաղաքապետարանը ինտենսիվորեն աշխատել է իր էֆեկտիվության վրա առաջին հերթին և փորձել է նորանոր գործիքներ գտնել, ինչպես ավելացնել քաղաքային կառավարման էֆեկտիվությունը։ Միջգերատեսչական պանելային քննարկման ընթացքում պետական կառույցների ներկայացուցիչները անդրադարձան թվային կառավարման, խելացի հարկային վարչարարության, հանրային անվտանգության տեխնոլոգիաների և պետական մարմինների միջև տվյալների արդյունավետ փոխգործակցության թեմաներին։ Հայաստանում մեր տնտեսության համար հանքարդյունաբերությունը և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները շատ կարևոր են եւ ապագայի համար եւ հիմա ներկայում էլ շատ կարևոր են եւ ապագա այդ զարգացումների համար էլ են շատ կարևոր եւ մենք այս միջոցառման մասնակցության միջոցով փորձում ենք այս երկու կարևորագույն ոլորտները ավելի մոտեցնենք իրար, որովհետեւ կարծես կարևորագույն ոլորտներ լինելով եւ մեր պես փոքր երկրում իրանց աշխատանքը անելով իրարից շատ հեռու են։ Միջոցառման շրջանակում անցկացվեց նաև Mining Summit-ը, հանքարդյունաբերությանը նվիրված մասնագիտական համաժողովը։ Այն համախմբեց ոլորտի առաջատար ընկերություններին, պետական կառույցներին, միջազգային գործընկերներին, գիտական և տեխնոլոգիական համայնքների ներկայացուցիչներին, քննարկելու կայուն և պատասխանատու հանքարդյունաբերությունը, ոլորտի թվայնացումն ու նոր տեխնոլոգիաների ներդրումը։ Seaside Startup Summit-ը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը շարունակում է զարգանալ։ Քնարիկ Պետրոսյան, Տիգրան Հունանյան, ժամը լրատվական։ Նիկոլ Փաշինյանը այցելել է Մերիդիան Էքսպո կենտրոն, որտեղ շարունակվում են հոկտեմբերին անցկացվելիք կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Վարչապետը շրջել է համաժողովի նիստերի, պատվիրակությունների աշխատանքի, մամուլի տեխնիկական սպասարկման և այլ գործառույթների համար նախատեսվող տարածքներում, ծանոթացել ենթակառուցվածքային և տեխնիկական հագեցվածության, լոգիստիկ հասանելիության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Արմենիայում լրատվական երեկոն շարունակվում է և կհանդիպենք քիչ անց։ Միացյալ Նահանգները և Իսրայելը լայնամասշտաբ հարվածներ է նախապատրաստում Իրանի էներգետիկ օբյեկտներին։ Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի ռազմաարդյունաբերական և լոգիստիկ օբյեկտներին։ Սահմանի գրոհը շարունակվում է, միգրանտներին օգնել է Մարոկկոյի ոստիկանությունը։ Երկրաշարժ Նեապոլի մոտակայքում այն ամենաուժեղն է եղել վերջին ավելի քան 40 տարվա ընթացքում։ Հանքարդյունաբերության ապագան թվային լուծումներում Seaside Startup Summit-ում քննարկվել են ոլորտի տեխնոլոգիական վերափոխման հնարավորությունները։ Եվ Պապ Թագավորի փողոցում մալուխագծի վթարի իրական պատճառները պարզելու համար կիրականացվի ներքին հետաքննություն։
Շարունակում ենք թողարկումը։ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը լայնամասշտաբ հարվածներ են նախապատրաստում Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին, հնարավոր թիրախների թվում են էլեկտրակայաններն ու նավթավերամշակման գործարանները։ Հարվածները կարող են հասցվել առաջիկա հանգստյան օրերին, սակայն ժամկետների վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չի կայացվել։ Թրամփը դեռ վերջնական վճիռ չունի։ ԱՄՆ նախագահն ընդունել է, որ Իրանի դեմ կետային գործողությունը վերածվել է երկարատև արշավի առանց հասկանալի ավարտի։ Իրանի գերագույն ղեկավարի ավագ ռազմական խորհրդական Ռեզային հայտարարել է, որ Միացյալ Նահանգները որևէ առնչություն չունեն Հորմուզի նեղուցի վերահսկողության հետ, ընդգծելով, որ այդ երթուղուց օգտվում են աշխարհի բոլոր երկրները։ Ռեզայի խոսքով Հորմուզի նեղուցը գտնվում է Իրանի եւ Օմանի տարածքային ջրերում, ինչի պատճառով էլ Վաշինգտոնը չպետք է միջամտի դրա օգտագործման առնչվող հարցերին։ Նա նշել է, որ այս նեղուցը առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ Պարսից ծոցի մուտքն է, այլ ոչ թե երկու ծովերի կամ օվկիանոսների միջև սովորական ջրային ուղի։ Հորմուզի նեղուցը որևէ կապ չունի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Դրանից օգտվում է ամբողջ աշխարհը, սակայն ոչ մի երկիր թույլ չի տա, որ Ամերիկան միացնյա միջամտի դրա ճակատագրին։ Ինչու է Ամերիկայի Միացյալ Նահանգները ցանկանում Հորմուզի նեղուցով մտնել Պարսից ծոց։ Հենց սա է պատճառը, որ մենք կասկածանքով ենք վերաբերվում ամերիկյան հակառակորդ կառավարությանը, քանի որ Իրանը գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ առճակատման մեջ։ Թրամփը չի բացառել, որ իր նախագահական ժամկետի ավարտից առաջ Գրենլանդիան կհայտնվի Միացյալ Նահանգների վերահսկողության տակ։ Այսպես է նա արձագանքել լրագրողի կանխատեսմանը, որը հնչեցվել էր հարցազրույցի ընթացքում։ Այո, դուք ճիշտ կլինեք, եթե այդպիսի խաղադրույք կատարեք։ Գրենլանդիան շատ կարևոր է մեր տեսանկյունից, ոչ թե նրանց Դանիայի։ Շուտով Գրենլանդիան կլինի մեր օպերատիվ վերահսկողության ներքո։ Ռուսական զորքերը զանգվածային հարված են հասցրել Կիևում եւ Կիևի մարզում գտնվող մի շարք օբյեկտների։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ բարձր ճշգրտության զենքերով եւ հարվածային անօդաչու սարքերով հարվածներ են հասցվել ուկրաինական ռազմաարդյունաբերական համալիրի անօդաչու սարքերի, ռադիոլոկացիոն կայանների եւ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունների եւ լոգիստիկ կենտրոնների։ Կիևի վրա ռուսական գիշերային հարձակման հետևանքով զոհվել է 9 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին ջանքեր կգործադրվեն պարզելու համար Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունները վերսկսելու հնարավորությունը։ ԱՄՆ պետքարտուղարի խոսքերով մոտ ապագայում ակնկալվում է դիվանագիտական ջանքերի ակտիվացում ռուս-ուկրաինական պատերազմին վերջ տալու նպատակով։ Առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում դուք ականատես կլինեք որոշակի ջանքերի, որոնք ուղղված կլինեն պարզելու, արդյոք մեզ կհաջողվի վերսկսել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցությունները եւ վերջ դնել այս պատերազմին։ Մարոկոյից իսպանական Մելիլիա ներթափանցած միգրանտները շարունակում են գրոհել սահմանը իսպանական անկլավում, զոհված մարոկացիների թիվը հասել է 67-ի։ Իրավապահները շարունակում են ներգաղթյալների մարմիններ հայտնաբերել սահմանի մոտ գտնվող Տարախալողափին։ Իսպանիայի իշխանությունները ոստիկանության եւ զինվորականների լրացուցիչ ուժերի միջոցով փորձում են վերահսկողության տակ պահել իրավիճակը։ Իտալիայի վարչապետը արդեն հայտարարել է, որ իսպանական անկլավ անօրինական ներգաղթյալների հոսքի պատճառով դիտարկում է Իսպանիայի հետ Շենգենյան համաձայնագրի գործողության կասեցումը։ Ֆինլանդիան եւ Դանիան միացել են այս առաջարկին, ի դեպ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի պատճառով Ֆրանսիան զորքեր, ինքնաթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր է տեղակայում Իսպանիայի հետ սահմանին։ ԱՄՆ պետդեպարտամենտը Իսպանիայի կառավարությանը մեղադրել է դեպի Եվրոպա զանգվածային ապօրինի միգրացիան խթանելու եւ դրան նպաստելու միտումնավոր ջանքերի մեջ տեղի ունեցածն անվանելով անընդունելի միջադեպ։ Ամերիկյան գերատեսչությունը նաեւ աջակցություն է հայտնել Իսպանիայի բնակիչներին եւ մյուս եվրոպացիներին տեղի ունեցած անվանելով ինքնիշխանության եւ մարդու իրավունքների կոպիտ խախտում։ Վաշինգտոնը հայտնել է, որ դիտարկում է երկրի ներսում եւ արտերկրում ԱՄՆ քաղաքացիների պաշտպանության համար հնարավոր քայլերը, ինչպես նաև պատրաստ է աջակցություն ցուցաբերել եվրոպացի մյուս դաշնակիցներին, որոնք կարող են բախվել նմանատիպ իրավիճակի։
Նեապոլի մոտակայքում տեղի ունեցած երկրաշարժը ամենաուժեղն է եղել վերջին 40 տարվա ընթացքում։ Երկրաշարժի հետևանքով տուժել է 26 մարդ, 300-ը ստիպված է եղել լքել իրենց տները։ 4.7 մագնիտուդով ստորգետնյա ցնցումները հանգեցրել են էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատումների եւ գնացների ու մետրոյի աշխատանքի խաթարմանը։ Ստորգետնյա ցնցումներից վնասվել են շենքեր, թաղամասերից մեկում հսկայական քարերը գլորվել են լեռնալանջից եւ ջարդել մեքենաները։ Իրավիճակի գնահատմանը նպատակով Իտալիայի իշխանությունները արտակարգ խորհրդակցություն են հրավիրել, շրջանների մի մասում պահպանվում է փլուզման վտանգը։ Փորձ եւ հմտություններ, նոր գիտելիքների ձեռքբերում, թիմային աշխատանք եւ առաջնորդություն։ Սրանք կամավորության հիմնական առավելություններն են։ Հայաստանում կամավորությունը ծառայում է որպես անձնական աճի եւ փորձի ձեռքբերման միջոց եւ այն ի դեպ կարգավորվում է Հայաստանի օրենքով կամավոր աշխատանքի մասին եւ խրախուսվում է պետական ու հասարակական տարբեր հարթակների կողմից։ Կամավորությունը միայն անվճար աշխատանք չէ, այն նոր փորձ ձեռք բերելու, մասնագիտական հմտություններ զարգացնելու եւ հասարակական խնդիրների լուծմանը մասնակցելու հնարավորություն է։ Մարդկանց առավել հաճախ կամավորության է մղում ուրիշին օգնելու ցանկությունը։ Միաժամանակ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ նման աշխատանք կատարողների իրավունքները պաշտպանված են օրենքով։ Կամավոր աշխատանքի համար պետք է կնքվի պայմանագիր, անհրաժեշտ միջոցները պետք է տրամադրվեն ձեզ նախապես, իսկ լրացուցիչ ծախսերը փոխհատուցվեն։ Դուք իրավունք ունեք ձեր կամավոր աշխատանքը կատարելու անվտանգ եւ արժանապատիվ աշխատանքային պայմաններում։ Պայմանագրով սահմանված դեպքերում դուք կարող եք ունենալ ապահովագրություն, իսկ եթե ունեք հաշմանդամություն, դուք իրավունք ունեք ստանալու նաեւ խելամիտ հարմարեցումներ։ Կամավորությունն աշխատանքային ստաժ չի համարվում, բայց այն արժեքավոր փորձ է, որը կարող եք ներառել ձեր ինքնակենսագրականում, ներկայացնել գործատուներին կամ ուսումնական հաստատություններ։ Իրավական երաշխիքների առկայությունը, սակայն դեռևս բավարար չէ կամավորությունը լայնորեն տարածելու համար, նշում են փորձագետները։ Սոցիոլոգների դիտարկմամբ Հայաստանում կամավորական ակտիվությունը նախկինում ավելի մեծ էր։ Նրանք այն կարծիքին են, թե մարդկանց շրջանում պատրաստակամություն կա, սակայն այն պետք է խելամտորեն կազմակերպել եւ ուղղորդել։ Պետք է զբաղվեն, կազմակերպիչներ պետք է լինեն եւ դա ասենք նախարարությունը չի էլի։ Այդ գործը ինքը կարող է կոչ անի, բայց պետք է լինեն կամ անհատ կազմակերպի, կամ ինչ-որ կազմակերպություններ, ոչ կառավարական, ոչ պետական, որոնք հատուկ դրանով զբաղվեն, այնց բան չի, որ հայերին բնորոշ չի, շատ լավ էլ բնորոշ է։ Մասնագետների գնահատմամբ միայն կամավորության կոչ անելը կամ դրա հնարավորությունների մասին պարբերաբար հիշեցնելը ցանկալի արդյունք ապահովել չեն կարող։ Անհրաժեշտ են կառույցներ, որոնք տեղերում կկարողանան մարդկանց համախմբել, հասկանալ համայնքների կարիքները եւ կամավորներին ներգրավել կոնկրետ խնդիրների լուծման գործում։ Պետք է լինեն, ասենք, գոնե ինչ-որ հկներ, որոնք կառավարության կողմից խրախուսվում են եւ ֆինանսվում են, որոնք ցած բջիջների նման ամեն մարզում տարբեր շրջաններում եւ դրանց ինչ որ ձևով եւ թե ֆինանսապես թե տարածքի իմաստով խրախուսեն, այդ շարժումը շատ օգտակար է հասարակության համար։ Դե դա պետք է դառնա պետության քաղաքականություն։ Օրինակ Ռուսաստանում էլ չկար երկար ժամանակ, հետո իրանք ամբողջ շարժում ստեղծեցին։ Կամավորության զարգացման համար անհրաժեշտ է ոչ միայն մարդկանց պատրաստակամությունը, այլև կազմակերպված համակարգ, հստակ ծրագրերով, պատասխանատու կառույցներով եւ հասանելի հնարավորություններով, նշում են փորձագետները։ Այդ դեպքում ուրիշին օգնելու ցանկությունը կարող է վերածվել շարունակական եւ հասարակության համար օգտակար աշխատանքի։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Կենտրոն վարչական շրջանի Պապ Թագավորի անունը կրող փողոցում ստորգետնյա մալուխի հերթական վթարն է տեղի ունեցել։ Հեծի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել է, որ վթարի առաջացման պատճառները պարզելու համար իրականացվելու է ներքին հետաքննություն։ Հեծի բաշխման ցանցի մալուխագծի վթարի պատճառների թվում սպառման բեռի կտրուկ բարձրացումից զատ դիտարկվում է նաև օգտագործված մալուխի, օգտագործված կցորդիչի եւ թիմ կոմունալ ծառայությունների եւ շին աշխատանքների իրականացման որակը, ինչպես նաև կատարման ընթացքում հնարավոր ֆիզիկական ներգործության հավանականությունը ու դրանց հնարավոր ազդեցությունը։ Արմենիայի ուղիղ եթերում լրահոսը սպառված է, շնորհակալություն ուշադրության համար։ Ցտեսություն։